Հանրապետության հրապարակ են մտնում հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության զորքերի պետ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանանշանի ասպետ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանի գլխավորությամբ։ Հակաօդային պաշտպանության զորքերը հանդիսանալով զինված ուժերի կարևոր զորատեսակներից մեկը իրականացնում են օդային տիրույթում պայմանական հակառակորդի հետ մղման եւ նրա օդային հարձակումներից երկրի պետական ու ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտների ու զորքերի պաշտպանության խնդիրները։ Հրապարակում են Կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Մոտակա գործողության Կարիճ ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Համալիրի ներդրումը հնարավորություն է տալիս բարդ խանգարումային եւ եղանակային պայմաններում արդյունավետ պայքար մղել պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների դեմ, ավտոմատացված ռեժիմում հայտնաբերել եւ միաժամանակ խոցել 4 թռչող օբյեկտ մինչեւ 5 կիլոմետր բարձրությամբ եւ 8 կիլոմետր հեռավորությամբ։ Հրապարակով անցնում են Տոր M2KM զենիթային հրթիռային համալիրի մարտական մեքենաներով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Փոքր հեռահարության բազմուղի Տոր M2KM համալիրն ունի կիրառման բարձր արդյունավետություն եւ նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների, հակառադիոլոկացիոն եւ այլ կառավարվող հրթիռների, կառավարվող ավիառումբերի եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներից ռազմական ու պետական կարևորագույն օբյեկտների հակաօդային պաշտպանության համար ցերեկը եւ գիշերը, բարդ եղանակային եւ խանգարումների պայմաններում։ Համալիրը միաժամանակ կարող է հայտնաբերել մինչև 50 ավտոմատացված ռեժիմում ուղեկցել եւ խոցել 16 օդային օբյեկտ 10 կիլոմետր բարձրությամբ եւ 15 կիլոմետր հեռավորությամբ, ինչպես տեղում, այնպես էլ ընթացքից։ Երթը շարունակում են Լուսան զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Լուսան զենիթային հրթիռային համակարգը փոքր հեռահարության բազմուղի զենիթային հրթիռային համալիր է։ Այն նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներից, զորքերի խմբավորումների ու կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ակտիվ կիրառման եւ եղանակային բարդ պայմաններում։ Համադրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով, Լուսան զենիթային հրթիռային համակարգն ունակ է 120 կիլոմետր հեռավորությամբ հայտնաբերել մինչև 120 օդային օբյեկտ, ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ 18 կիլոմետր բարձրությամբ եւ 25 կիլոմետր հեռավորությամբ։
Լուսան զենիթային հրթիռային համակարգի ինտեգրումը զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի կազմում հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել ժամանակակից օդային հարձակման միջոցների դեմ եւ էապես բարձրացնել օբյեկտների հակաօդային պաշտպանության մակարդակը։ Շարասյունը եզրափակում են Վահան 200 ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Հեռավոր հայտնաբերման շարժական Վահան 200 ռադիոլոկացիոն կայանը նախատեսված է մինչև 1200 մետր վարկյան արագությամբ, 25 կիլոմետր բարձրությամբ և 250 կիլոմետր հեռավորությամբ թռչող ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների, ուղղաթիռների և ինքնաթիռների հայտնաբերման ու ավտոմատ ուղեկցման համար։